Նախորդին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի բոլոր կետերը։ Ինչպես է դա տեղի ունեցել։ Հայաստանը զիջման է գնացել վերջին երկու կետերի հարցում, որոնց շուրջ կողմերը բանակցում էին վերջին ամիսների ընթացքում։ Ի վերջո Հայաստանը համաձայնել է միջազգային դատարաններից հետ կանչել Ադրբեջանի դեմ բոլոր հայցերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերել եվրոպացի դիտորդներին։ Մինչև այդ Փաշինյանը պնդում էր, որ եվրոպացի դիտորդները դուրս են գալու միայն Տավուշի սահմանազատված հատվածից։ Արդարացված են համարում արդյոք մեր քաղաքացիները հերթական զիջումների գնով Ադրբեջանից խաղաղության պայմանագիր ստանալու իշխանության այս քայլը։ Մենք եթե չստանենք մեր աշկը հանենք, ոչ մեկը չի հանում։ Ես կասկածում եմ այս խաղաղության վրա։ Այս պայմանագրի կնքվելուց կասկածում եմ։ Վատ հոտ է գալիս։ Խնդրում եմ կյանքում չհավատակ, որ Հեյդարի տղա Նասարոգը Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր կկնքի։ Նա իր հերը չի, հերը զիջեց։ Վլադիմիր Մովսեսյանին զիջեց, վերադարձրեց մեր եղածը, իսկ մենք ինչ արեցինք։ Մեր հողերը տվեց, հիմա մնացածն են ուզում տան։ Այդ հողասի մի անգամից հավաքվեք, չամադանել չվերցնեք, բոլորի տոմսը տալիս եմ քաշեք։ Խաղաղության պայմանագիրը դա լինում է այն դեպքում, երբ որ դիմացինդ քեզ հարգում է։ Ոչ թե ինքը ասում է ծնկի բերեցի ձեզ։ Ու խաղաղության պայմանագիրը ուզում այդ որ պատմության մեջ եք դուք կարդացել, որ ծնկի բերածի հետ խաղաղության պայմանագիր են կնքում։ Եթե դու ծնկի ես եկել, քո հետ խաղաղության պայմանագիր, այն որ ասում են պապաս էլ վերևից իջնի, ոչ ոք չի կնքի։ Դա հաստատված բան է։ Դա մի օրվա չի, նորից եմ կրկնում։ Մի հատ մտածեք, էլի ասում են կոմունիստները ինչ կարեցին վերադարձրեցին, իսկ սրանք ամբողջովին տվեցին։ Ինչա, հրաշը մաքրեց, ընտրություններ է գալիս։ Ես միշտ դեմ եմ եղել, անգրագետներից հեռու փախեք։ Ախր իրանց կանքն են թելադրում։ Իսկ մենք մի բան որ ասում ենք, մերը չեն ընդունում։ Միշտ իրանք են անում, մեր մնում է անշարժ տեղ։ Ալիևը, Էրդողանը մեջքին կանգնած ինչ ուզում, ոնց ուզում անում են, դիտորդները որ մնան ավելի լավ է։ Քանց եթե որ գնան ավելի մեծ կճնշեն։ Ուղղակի այդպես հենց ասել, որ ասենք եվրոդիտորդներին են դուրս բերում կամ ասենք այդ հարցն են հանում, միանշանակ այդպես ասելու, այդ հարցին պատասխանել դրական բացասական դարձել ճիշտ չեմ համարում։ Պետք է ուսումնասիրել, թե դրա հետևում դա ինչ իմաստ ունի, ինչի համար է, ինչ առաջարկություններ կան։ Հիշում եք, որ մենք ասում ենք, աշխարհը լուռ է, մարդիկ կույր են, Եվրոպան կույր է։ Հիմա կարծում եմ աշխարհը արդեն եւ տեսնում է եւ լսում է։ Դրա համար չի լինի նոյեմբերի 9-ի նման, այլ կլինի այնպես, ինչպես որ հիմա աշխարհը քաջատեղյակ է ամեն ինչից։ Ես բոլոր դեպքերում շատ դրական եմ տրամադրված։ Կարծում եմ մեր պարագայում այս վիճակում Հայաստանի դա շատ սխալ կլինի, որովհետև ցանկացած պաշտպանություն, թեկուզ դիտորդների կարգավիճակով մեր համար կարևոր է։ Ու դա ծանր կլինի Հայաստանի համար, որովհետև մենք մեր պաշտպանությունը չգիտեմ ինչքանով կարանք պահենք, մեզ պահենք, պաշտպանենք ներկա վիճակով, բանակի նման իրավիճակում բավականին բարդ կլինի երևի։ Իսկ խաղաղության ամեն գնով գնալ կարծում եմ, որ ճիշտ չի, որովհետև տեսնում ենք, որ Ալիևի ախորժակն էլ բացվում է դրանից։ Իմ կարծիքով Ալիևը ավելին է ուզում, ինքը չի ստորագրի փաստաթուղթը, բայց եթե ինչ-որ հրաշքով էլ ստորագրվի, մենք հիմա տեսնում ենք, որ աշխարհում բազմաթիվ նման պայմանագրեր է քանդվում ու ոչ մեկը ոչ մի բան չի անում։ Չնայած խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, Ալիևը դեռևս չի շտապում ստորագրել այն։ Երեկ նա հստակ ասել է, որ չի վստահում Փաշինյանի կառավարությանը եւ մինչեւ Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը, որտեղ ըստ նրանց տարածքային հավակնություններ կան Ադրբեջանի նկատմամբ, իրենք փաստաթուղթը չեն ստորագրի։ Փաշինյանը երեկ նորից վստահեցրեց, որ սահմանադրությունը փոխելը Հայաստանի ներքին գործն է եւ որ ինքը չի պատրաստվում Ալիևի պահանջը կատարել։ Այդուհանդերձ պատահական չէ, որ շաբաթներ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը սկսում է սահմանադրությունը փոխելու գործընթացը։ Ադրբեջանով, որ մեր սահմանադրության փոփոխման բով հայց ներկայացեք կամ ասենք պարտադրի մենք սահմանադրություն փոխել։ Ես կողմ չեմ։ Դեմ եմ։ Փոխելուն դեմ եմ։ Դեմ եմ կատեգորիկ։ Սահմանադրությունը իրավունք չունի ինքը փոխելու, որտեղ ինքը այդ գիտելիքները չունի իր ամբողջ ազնագազմով։ Պաշտպանության նախարար դրել ասկի դպրոցում Սուրենին իր դպրոցում ավել չէին դավերը անում իր երեխեքը։ Պաշտպանության նախարարը դարել։ Պարոն Փաշինյան, պետք չի փոխել
սահմանադրությանը, ոնց կա տենց է մնա, ինչքան որ իրանք մենք շատ լսենք իրանց, քնում զարթնում են, հազար մի բան են տնում դեմներս, իսկ մենք մնում ենք անդադ նույն տեղում, ավելի լավ ամեն ինչ, դրանց այդքան չլսել, ինչքան լսում ես, այնքան կրկրապատկում է, էլի, իրանց ցանկությունները։ Քանի որ կա մեծ անվստահություն այս իշխանության նկատմամբ, չպիտի լինի հիմա սահմանադրության փոփոխություն, ընդ որում սահմանադրությունը ով պիտի փոխի, ինչ խմբով պետք է փոխեն։ Ներկա կազմով իշխանության սահմանադրության փոփոխության գնալ ուղղակի չպետք է թույլ տանք։